Նիհաո, ես Դավիթն եմ, բարի գալուստ էլեկտրոմոբիլների աշխարհ։ Ժորժ ջան, այսօր ձեր ուշադրության եմ ներկայացնում BYD Yuan Plus 2025 թվականի ռեսթայլը, որը միանշանակորեն հերթական հեղափոխություն անելու բյուջետային $23,000, $23,000 - $24,000 գնային սեգմենտում ու կրկին BYD-ն ապացուցեց, որ ինքը առաջատարն է, եթե ես որոշ ժամանակ անց ասում էի, որ Geely Galaxy E5-ի մոդելը ավելի լավն է, քան BYD-ի 24 թվի առաջի սերնդի մոդելը, ու դա օբյեկտիվորեն այդպես է, հիմա BYD-ն հասկանալով, որ նա դիրքերը զիջել է Geely-ին, շուկա է հանել մի հատ այնպես գժական ու բոմբ մեքենա, որը որ պայթեցնում է բանականությունը, շուկան, դեմպինգ է անում կրկին, որտեղ այս էժան գնային սեգմենտի մեջ, այս 23,500-ի մեջ ընդամենը դիմելով ինձ ամենաէժան գինը Չինաստանից, ընդամենը դուք ունենում եք համ սառնարան, համ պրոյեկցիա, համ 12 կամերա 6-ի փոխարեն ու էլի լիքը լավ բաներ, որոնք անհասանելի էին սովորական առաջի սերնդում ու այս մոդելով նա կրկին առաջ է անցնում Geely-ից միանշանակորեն Galaxy E5-ի Exploration Plus ոչ Starship կոմպլեկտացիայից ու միգուցե եւ Starship-ից, բայց դա մենք հիմա համատում ենք 23,500-ի մեջ ավտոները ու այս ավտոն կրկին մրցակից չունի, ամենալավ ընտրությունն է այդ գնի մեջ, ունենում եք ինչ ասես, ինչ ուզես, կատարելագործված դիզայն, հատկապես բոլոր սխալները շտկված ինտերիերի դիզայն, մի խոսքով բոմբ ընտրություն է, ուղղակի վերջն է այս գնի համար, ինքնարժեքից ցածր է կարելի ասել, այս մեքենան վաճառվում հիմա, հաղթում այլ բոլոր մրցակիցներին, դիզայնը ավելի, ինչպես տեսնում եք, ավելի կլասիկ է դարձված, շնայած իմ դուրը տենց չի գալիս, ես նախընտրում եմ այս ավելի վիշապ դիզայնը, բայց շատերի դուրը գալիս է այս կլասիկ դիզայնը, հեսա հետևից նույնպես կցույց տանք, բայց ինտերիերի առումով, ներսի առումով միանշանակորեն հաղթում է առաջի սերնդին այս ռեստայլը, որովհետև հեսա որ տեղափոխվենք ներս, դուք կտեսնեք, որ բոլոր սխալները շտկվել են, որ արդեն դիսպլեյը մեծացել է, հեռախոսները դրվում են արդեն ճիշտ ձևով, մի խոսքով հեսա որ անցնենք ներս կտեսնեք։ Գնացինք։ Եթե համատենք այս երկու մեքենաները հետևից, այստեղ բավականին փոփոխություններ կան ու դեպի լավը ես գտնում եմ, որովհետև հիմա լուսավորությունը ռեսթայլի մոտ, հեսա ես վիդեոն կտեղադրեմ, շատ ավելի գեղեցիկ է, քան սովորականի մոտ, ու այստեղ արդեն Yuan Up-ի պես հայտնվել են այս հացի խմորի պես դիզայնը, չգիտեմ ոնց ասեմ, ինչը սովորականի մոտ չկա, ուղղակի պարզ լույսեր են։ Բացի այդ, այստեղ BYD-ն դե այստեղ նշանն է ավելացրել, ինչ որ շատ տրամաբանական ու գեղեցիկ է, այս երկար կարգախոսի փոխարեն։ Ու այստեղ շատ գեղեցիկ երկու լույս է ավելացել, հավելյալ կամերա է ավելացել ու երկու լույս է ավելացել, որոնք նրանք վերցրել են Song L-ից, այս հատվածը Song L-ից է վերցված, որը նույնպես շատ գեղեցիկ է, քանստը առաջի սերնդի այս տափակ լույսը, որը որ մենք հիմա տեսնում ենք։ Բացի այդ, հետևի շիթը բավական մեծ ռեսթայլինգ է ապրել ու չգիտեմ ինչքանով է սա մինուս թե պլյուս, բայց այս երևի մինուս եմ գնահատում, որովհետև այս առաջի սերնդի մոտի այս լույսը, հակամառախուղային լույսը, որը բավականին ուժեղ է մառախուղի համար է հենց, որ ձեզ նկատեն, սովորական ռեսթայլում բացակայում է ինչ-որ սենց ուճուրիկ լույսիկ է, որը որ մառախուղային չէ, նա որպես ստոպ է աշխատում։ Մի խոսքով սա գնահատում եմ մինուս, եթե համատենք առաջի սերնդի հետ, բայց ընդհանուր հետևի շթի դիզայնը իմ կարծիքով հիմա ավելի գեղեցիկ է դարձել, քան թե առաջի սերնդի մոտ։ Հետևի բեռնախցիկը էլեկտրապրիվոդով է, քանի որ ֆուլ կոմպլեկտացիան է, ու այստեղ ոչ մի նորարարություն, ոչ մի շքեղություն կամ ինչ-որ ավելացումներ չկան, ստանդարտ բեռնախցիկն է միջին չափի, ոչ մեծ, դիպալ է 0.5-ի մոտ շատ ավելի մեծ է, բայց լրիվ նորմալ է այս մեքենայի չափերի համար, բավական Honda ENS1-ից մեծ բեռնախցիկ է։ Տեսախցիկների քանակն է բավականին ավելացել, 6-ից դարել է 12 կարծեմ, ու հիմա մենք ունենք տեսախցիկ ոչ միայն այստեղ, այլ նաև արդեն այստեղ, մի խոսքով կամերայա խեղտ վիճակ է, այս բյուջետային սեգմենտի համար տոպերից տոպն է 12 տեսախցիկ,
չլսված չտեսնված բան է։ Ու դիմացի հատվածը երևի նորից մինուս կգնահատեմ այս տեսախցիկը, որը որ հիմա այսպես զր ձևով աչքի է ընկնում ու փչացնում է ընդհանուր շթի տեսքը, քանի որ առաջի սերնդի մոտ, իմ ավտոյի մոտ նման բան չկա, ավելի պահված է ու գեղեցիկ է, ու տեսախցիկը շատ գրագետ ձևով պահկված է այստեղ ու գրեթե չի երևում, բայց ռեսթայլի մոտ նրան տապորավարի ճպցրել են հենց կենտրոնում ու կարծում եմ դրանով դիզայնը տուժել է։ Անվա հեծերի դիզայնն է փոխվել, ինչպես տեսնում եք։ Չեմ կարողանում ասել ավելի գեղեցիկ է թե ոչ, բայց ավելի կլասիկ է, ավելի դասական է, ավելի աերոդինամիկ է կարծում եմ, ու այս մեքենային էլի բավական սազում է, բայց ագրեսիվության առումով երևի հին դիզայնը անվա հեծերի ավելի ագրեսիվ էր, ավելի աչքանգնող էր, քան թե այս նորը։ Այս նորը մի քիչ ավելի համեստի մեջ է, համեստի կլասիկի դասականի մեջ է, բայց էլի շատ գեղեցիկ է։ Ցինկապատման տեստ կատարենք։ Ինչպես տեսնում եք, ցինկապատ է ու 150 միկրոն դուռը։ Կրկին 150 միկրոն, կապոտը չի երևում։ Մի խոսքով 150 միկրոն ասում էլի։ Հետևի կրիլոն նույնպես 150 միկրոն, մի խոսքով ես ոնց հասկացա, այս ռեսթայլում նրանք որոշել են էկոնոմիա անել, որովհետև առաջի սերնդում հիմնականում 200 միկրոն էր, այստեղ էլ եռախցիկն էլ է 150 միկրոն, բայց ոնց որ դες չի երևում։ Մի խոսքով ամենտեղ 150 միկրոն է, ոչ միտեղ 200 չի, բայց առաջի սերնդում 80% դեպքերում 200 միկրոն էր։ Ոնց հասկանում եմ, այստեղ որոշել են տնտեսան այսքան բան ավելացնելով, այստեղ ցինկապատման տեստի լաքապատ շերտը, ավտոյի լաքապատ շերտը մինուս է համեմատած առաջի սերնդի հետ, որովհետև 50 միկրոնով ըստ ընդհանրապես 100-ն ու առաջի սերնդում էր 100, բայց ընդհանուր առմամբ 50 միկրոնով շերտը, լաքապատ շերտը ավելի բարակ է, քան առաջի սերնդի մոտ։ Այո, կրկին 150, ֆիքսված 150 ու ոչ միտեղ 200։ Խոսանք կրկին ու կրկին մինուսներից, քանզի bez ключевой доступը այս մեքենայի մոտ, հարգարժան Wolfgang Egger ջան ու Van Fuanchu ջան, միայն վարորդի մոտ է, ուրիշ ոչ միտեղ այդ կնոպկայից չկա, ինչը մեծ ու մեծ անհարմարություն է ստեղծում, երբ որ դուք երեխաներով, պարկերով, անձրևի տակ ուզում եք մոտիկանում եք մեքենային օրինակի համար այս կողմից, ուզում եք դուռը բացեք ու չեք կարում, որովհետև դաունավարի ու տապորավարի է իրականացված BYD-ի մոտ այս bez ключевой доступը ու ինքը միանշանակորեն զիջում է այս հարցում Geely Galaxy-ին, այն դեպքում երբ որ այդ ավտոյի մոտ մոտիկանում եք ու միանգամից դռները բացվում են բոլոր 4-ը առանց ինչ որ բանալի հանելու, առանց ինչ որ կնոպկասեղմելու, իստե դուք պետք է ձեր պարկերը դնեք ջրոտված ասֆալտին, ձեր երեխաներին ուշադիր լինեք, որ հանկարծ ուրիշը չվազեն ու բանալի հանեք, որ կարողանաք դուռը բացեք, ասենք հիմա որ դառնա, ձեր ցավը տանեմ։ Մի խոսքով էս մի հատ մեծ մինուս է, հուսանք BYD-ին վերջապես ի վերջո մի օր այս հարցը կլուծի, այս bez ключевой доступը սենց տապորավարի 90-ականների պես չի թողի։ Մյուս մինուսը կրկին ու կրկին այս մեր էլեկտրականությամբ սնուցվող բնիկների ամենակարևոր էլեկտրական մեքենայի համար նախատեսված բնիկները, իհարկե կրկին ու կրկին հարգարժան Van, չգիտեմ ինչքանով եք տեղյակ, այս էլեմենտար ռեզինով պաշտպանված չեն, ջրամեկուսացում ստե չկա, ինչպես մենք դա արդեն պարզել ենք առաջին սերնդի մոտ, ինչպես դա կա մնացած մեքենաների մոտ, C-Line-ի մոտ էլ դա կա, հեսա ցույց տամ վիդեոյի մեջ։ Մի խոսքով այդտեղ մի հատ մայիս է պակասում, որ գա ու այս ջրհեղեղին տեր կանգնի։ Ասենք այս ձեռեք առնում հարգարժաններս, ասենք խի ասենց, հարգարժան Van, հարգարժան Wolfgang Egger ջան, մի հատ խնդրում եմ պատասխանը տակ կոմենտներում գրեք ու այս էլեմենտար ռեզինը անենց անեք, որ դնեք ու բացի դնելուց։ Ես հավելյալ գնել դրել եմ։
ինչպես գիտեք, հարգարժան իմ առաջնորդներ, բայց միևնույնն է ջուր մեկը ստե հավաքվում է, նույնիսկ որ 100% պաշտպանում է, հա շատ ավելի քիչ, բայց մեկը հավաքվում է, то есть ստե պետք է արվի մարդավարի ջրա մեկուսացում, ինչը արված չի ու ինչը абսուրդ եմ գնահատում։ Էլեկտրական մեքենայի մոտ, որը որ սնուցվում է հոսանքով, այլ ոչ թե բենզինով, ու մեկից մեկ կարա տոկը տա։ Ես այստեղ ասենք չհերացնում։ Ну այս էժան գնային սեգմենտում մենք գազովի ուպորներ չունենք ու ֆրանկ դիմացի վերնախցիկ նույնպես չունենք, ինչը նորմալ է, այս չնայած Geely Galaxy, Geely Geomi Star Wish-ի պարագայում, որը որ այն վիդեոյի մեջ նորից նույնպես կար, երբ որ 3 մեքենա ժամանեցին Գյումրի, այդ մեքենան չնայած որ արժեն ընդամենը ոչ full-ը $18000, դիմացը ֆրանկ ուներ, ու համենայն դեպս։ Այստեղ մենակ ջրի լցնելու տեղն է եւ վերջ, բայց այստեղ կարելի է այս հատվածը կարելի է հանել ու վաճառում են հատուկ փոքրիկ բեռնախցիկներ այս մեկ Yuan Plus-ի համար, ու սրա փոխարեն կարելի է դնել բեռնախցիկ, այնպես չի որ անհնար բան է, ուղղակի հավելել ծախսը մի 60000 դրամի կարգի։ Ժողովուրդ ջան, ուրեմն հետևի նստատեղերի առումով ինչն է փոխվել, նստատեղերի կարի դիզայնը, ես ոնց ասում եմ Yuan-ափի մոտ ավելի լավն է, այս Restyle-ի մոտ կարը ու որակը գնահատում եմ ավելի բարձր, քան առաջի սերնդի մոտ, ու հավասար է Yuan-ափին, ինչը ինձ ոնց հիշում եք շատ ավելի շատ է դուր գալիս նստատեղերի առումով, քան իմ ավտոյի առաջի սերնդի մոտ։ Մի խոսքով այս սխալը շտկված է հիմա Yuan-ափի նստատեղն է իդեալական է։ Հետո այստեղ նորից են սխալ շտկեր, այստեղ առաջ 2 USB էր, իսկ հիմա արդեն Type-C էլ կա, համ USB, համ Type-C, բայց դիզայնը մի քիչ ոնց որ թե ավելի հասարակ է, քան երևի սառնարանի պատճառով, քան առաջի սերնդի մոտ։ Նրանք մինուս եմ գնահատում այս հատվածը, նրանք կրկին տնտեսել են, որովհետև առաջի սերնդի մոտ այստեղ 3 հատ կարմանչիկ էր, գրպանակ էր, իսկ այստեղ ընդամենը մի հատ է, սա նույնպես մինուս է համատած առաջինի հետ։ Ուրեմն պլյուսերից այս բռնակն է, դրան բռնակը, որը որ շատ հիմա շատ ավելի նախ փափուկ soft touch մատերիալից, ոչ թե գայաչնի կլուչն է, չոր ու կոպիտ։ Ու երկրորդն էլ դիզայնի ու էրգոնոմիկայի առումով իրան շատ ավելի հաճելի է բռնել, քան թե առաջի սերնդի այդ գայաչնի կլուչը։ Մի խոսքով այս բռնակը կրկին սխալի շտկում է ու մեծ պլյուս է համատած առաջի սերնդի հետ։ Նույնիսկ բան չի փոխվել, այստեղ իրենց ֆիչան է, սենց դուրը բացել, ինչը ուրիշ ոչ մի ավտոյում չի հանդիպում, շատ նորավոճ է, չնայած շատ մարդ չի հասկանում դուրը ոնց բացի ու պետք է մարդկանց բառացիորեն բացատրել, երևի ինչ-որ ինստրուկցիա գրել, թե դուրը ոնց բացեն։ Տեղի առումով էլի Lenoble ոչինչ չի փոխվել, նույն ֆուտբոլի դաշտն է։ Ասենք հանգիստ կարա 3 հոգի նստի, հանգիստ, դաժե նույնիսկ 4, եթե նիհար մարդիկ են։ Ուրեմն, հիմա ավելի կոնկրետ, ավելի մոտիկից, ահա խնդրեմ ծանոթացեք Restyle-ի սրահին, որը կոորդինալ մշակվել է, վերափոխվել է, լավացվել է, արմատականորեն, այլ ոչ թե զիզի-պիզի բաներ են ավելացրել, այլ մարդիկ բռնել են մարդավարի, ինչքան սխալ կար, համարյա բոլորը շտկել են։ Այս բռնակը ոնց արդեն ասացի, շատ ավելի հարմար է, ավելի կլասիկ է։ Նստատեղերը շատ ավելի լավն են, քան առաջի սերնդում։ Այս հեռախոսի դնելու հատվածը, որը որ զամշա, դուբովի պլաստիկ չի, ոնց որ առաջի սերնդում, շատ ավելի հարմար է հեռախոսը դնել այսպես ուղղահայաց, այլ ոչ թե հորիզոնական, ու այսպես հորիզոնական, որ էկրանը չի երևում, ստեղ երկու հեռախոսն էլ երևում է, իսկ ստեղ անլավ դիսկավորումը 50 վատ է։ Նու առաջի սրնդն էր այդքան, ստեղ բան չկա, փոփոխություն չկա, բայց դիրքի առումով երկու հատ ու ուղղահայաց շատ ավելի հարմար է։ Այս հատվածն է լրիվ փոխվել, ինչպես տեսնում եք, փոխանցման տուփի բռնակը այլևս այստեղ չի, ու սա նորից կրկին ու կրկին մի հատ մեծ պլյուս է, այն տեղափոխել են այստեղ, ոնց որ Ձիպալների, Տեսլաների մոտ, ու ես ձեզ հավաստիացնում եմ, հենց ղեկի մոտ փոխանցման տուփ
փոխելը, արագություն R-ը նեյտրալ փոխելը շատ ավելի հարմար է, քան թե եթե դուք ամեն անգամ ձեր ձեռքը բերում եք ստեղ, նորից բերում եք ստեղ, բերում եք ստեղ, նորից բերում եք ստեղ։ Շատ ճիշտ լուծում է ու կարծում եմ բոլոր ավտոարտադրողները արդեն շուտով այսպես են անելու ու համ տարածք են ազատելու այդ բռնակից։ Համ էլ հեշտացնելու են ու արագացնելու են ու առհասարակ ավելի կոմֆորտ են դարձնելու երթևեկությունը, երբ որ սելեկտորը այստեղ է, այլ ոչ թե այստեղ, միանշանակորեն սա մեծ պլյուս է, հերթական մեծ պլյուս է։ Հաջորդ մեծ պլյուսը այս ղեկն է, որը որ կորդինալ փոփոխություն է կրել, առաջի սերնդի ղեկը, խնդրում դուք գիտեք, անհարմար էր, այստեղից չես կարող բռնես, ինչպես ես բազմիցս ասել եմ, իսկ սա արդեն Yuan App-ի ղեկն է, որը որ շատ ավելի կլասիկ տեսք ունի, շատ ավելի հարմար է ու միգուցե եւ շատ ավելի գեղեցիկ է, ինչ որ տենց ֆենթեզի հեքիաթային վիճակների մեջ չի ոնց որ առաջին սերնդի մոտ, շատ ավելի կլասիկ, շատ ավելի հարմար, մի խոսքով էս էլ մեծ պլյուս է համատած առաջի սերնդի հետ, հաջորդ մեծ պլյուսը էս վարորդի դիսպլեյն է, որը որ մի այլ տիպի վերափոխել են, զարգացրել են, լավացրել են, դարձրել են ավելի ինֆորմատիվ, քան թե նույնիսկ Geely Galaxy E5-ի մոտ է։ Այս համատած առաջի սերնդի հետ ընդհանրապես սարեր ձորեր է, նկարագրելու չի, ասենք, ահա կարող եք տեսնել առաջի սերունդը ինչ փուճուրիկ ավելեն համարյա ոչի բան չկա, բացի արագությունից ու ձեր տոկոսներից, իսկ ստեղ, ասենք, քարտեզն եք արագ բերեք դնեք, մի խոսքով ինֆորմատիվության ու չափերի առումով այս վարորդի դիսպլեյը հիմա մի քանի գլուխ բարձր է, քան թե առաջի սերնդի մոտ։ Կրկին ու կրկին մեծ պլյուս։ Հաջորդ մեծ պլյուսը պրոյեկցիան է, նու հիմա կամերայի վրա տեսնեմ ինչքանով կերև է։ Չէ, կամերայի վրա չի երևում, բայց ես ձեզ վստահեցնում եմ, որ դա նույնիսկ ցերեկով նորմալ երևում է, հա կարող է այս առումով կարող է Geely Galaxy-ին զիջում է, պրոյեկցիայի ինֆորմատիվության, որտեղ մենակ արագություն է գրում ու վերջ, բայց նորմալ երևում է, այս առումով հա Geely Galaxy E5-ի պրոյեկցիային մի քիչ զիջում է, մենակ արագություն է գրում եւ վերջ։ Այս բռնակը ճիշտ ասած հələ չեն կարողացել, այսա, հələ չեն կարողացել հասկանանք ինչի համար է, սա նույնպես նորարարություն է։ Ու հերթական մեծ, ամենամեծ պլյուսը այս գնային սեգմենտում, որը որ կրկին պայթեցնում է շուկան ու բանականությունը, այս 23500-ի մեջ, որով այս մեքենան այս մեքենայի սեփականատերը ձեռք է բերել մեքենան այդ գնով Գյումրիում, ահա խնդրում եմ ստացումը մեքենայի մի հատ խնդրում եմ մի հատ նայեք։ Այս գնային սեգմենտում, Ժողջան, ուրիշ ոչ մի մեքենա, այսպես գժական սառնարան տաքացնելու հնարավորությամբ -6-ից մինչև +40 կարծում, +50, հա։ Մի խոսքով սենց գժական բան, ուրիշ ոչ մեկ, ոչ Geely-ենք, ոչ Jeep-ենք, ոչ մեկ այս գնային սեգմենտում չունեն ու մոտապագայում հələ տեսնենք ունենան թե չէ, որովհետև այս 23500-ի մեջ սա ուղղակի ճոխության, շռայլության high level վիճակ է, որովհետև սառնարան նույնիսկ Song Plus-ը 27500-նոց չունի, նույնիսկ թանկանոց Sea Lion
$30,000 պլյուս չունի, բայց 23500-ից Yuan plus Restyle 2025 թվականի մեքենան ունի։ Ոստեղ մի հատ մեծ հարցական հարգարժան Van Fuanchuin եւ Wolfgang Egerին ոնց է տենց լինում, որ ես այժմ մեքենան սառնարան ունի, իսկ այն թանկանոց BYD-ի մեքենաները չունեն։ Ժողովրդան, ուրեմն մի այլ կարգի մեծ պլյուս է ու նորից սխալի շտկում է BYD-ի կողմից, շնորհակալություն ձեզ։ Այս նստատեղը ու այս պատգալովնիկը, որովհետև առաջի սերնդում նման ճոխություն չկա, բավական անհարմար է արած, ստե բավական շատ ավելի հարմար է այս պատգալովնիկի պահը, որը որ կարող է կառավարել։ Ինչը առաջի սերնդի մոտ, ինչպես գիտեք, պրոստը բացառված է, ասենց մի հատ ընդհանուր հատված է, ոչ առաջ, ոչ վերև, ոչ ներքև, մի խոսքով էսի շատ ավելի հարմար է։ Ու ընդհանուր առմամբ, բացի այս կարի որակի բարելավումից, ընդհանուր առմամբ նստատեղի դիզայնը, նստատեղի հարմարավետությունը նույնպես վերանայվել է, ավելի հարմար է դարձվել, հատկապես այս բակավոյ պատճառշկան, որովհետև ես որ նստում եմ, ես տարբերությունը զգում եմ։ Հաջորդ մեծ պլյուսը, որը կուզենայի նշել այս մեքենայի մոտ, համատած իմ ավտոյի հետ, առաջի սերնդի հետ, դա այն է, որ այստեղ իսպար բացակայում են, ու համարյա իսպար, երևի բացառությամբ մենակ այս գլանյացի, այս փայլուն մակերեսի, այս խռիկների։ Ինչի դիզայնը կրկին փոխվել է, մի քիչ ավելի փոքր են իրանք, ավելի տեսք ավելի լավն է, երբ որ իրանք չափերով ավելի փոքր են, որովհետև առաջի սերնդի մոտ ինքը մի քիչ ավելի մեծ է ու սենց ինտեգրված չի այս փափուկ soft touch պլաստիկով կորպուսի մեջ։ Մի խոսքով այս որոշումը կրկին իդեալական է։ Մի խոսքով այս փայլուն մակերեսը մենակ հիմա ստեղ է։ Ուրիշ տեղ ավտոյի մեջ փայլուն մակերես չկա, ինչը մեծ պլյուս է, որովհետև այստեղ այս կնոպկաների հատվածում առաջի սերնդի մոտ փայլուն խազվող անկապ պլաստիկա, ռայալնի լակա, լավա ֆայմեր են հանել են, ստեղ հիմա ալյումին է, որը ոչ փայլում է, ոչ կարա խազվի, իդեալական որոշում մի խոսքով, մի հատ մեծ պլյուս։ Հաջորդ մեծ պլյուսը, որ ուղղակի փոխվել է դրա համար, որ փայլուն մակերեսներ չկան, որովհետև առաջի սերնդի մոտ ղեկը բավական փայլուն մակերեսներ ունի, խազվող, ինչը ես կարբոնապատել եմ, ու այստեղ կրկին նույնպես փայլուն մակերես կա առաջի սերնդի մոտ, ինչը ստեղ իսպար բացակայում է միայն փայլատ ալյումինե գեղեցիկ, շատ գեղեցիկ ու դիպչողական լավ հատկություններ պարգևող մատերիալ է։ Մի խոսքով BYD-ն այս հարցում նույնպես մտածել է ու այս սխալը շտկել է ու փայլուն մակերես գրեթե 95%-ով բացի ստեղից, ուրիշտեղ ես էլ ոչ միտեղ չգտա, ուրիշտեղ ամենտեղ փայլատ է կամ փափուկ soft touch մատերիալ է։ Հա, ու սա էլ նույնպես, այս հատվածը նույնպես պլյուս եմ գնահատում մեծ, որովհետև առաջի սերնդի մոտ ստեղ տեքստուրան հարթ չի, այսինքն հորթուբորթա հիմա վիդեոյում կտեսնեք, ուտեղ շատ ավելի շատ է կեղտ հավաքվում այդ ծալքերի մեջ, քան թե այս հարթ մակերեսի վրա, ու այս հարթ մակերեսը շատ ավելի հեշտ կլինի մաքրել ու պահել, քան թե առաջի սերնդի այդ դիզայներական լուծում տված այդ հորթուբորթ տեքստուրոտ մակերեսը, որը որ գլխացավ անգամ մի հատ մեծ, հատկապես բաց գույնի, ստեղ էլի բաց է, բայց գոնե հարթ է ու մաքրելը շատ ավելի հեշտ կլինի, կրկին մեծ պլյուս։ Պանորաման դե ստանդարտ, նախ բացվում է մեր շտորկան կամ վարակույրը, որից տեսլաները զուրկ են, թանկանոց տեսլաները հորգնով, իմ կարծիքը տեսաների մասին ահախնդրեմ։ Այդ թանկանոց մեքենաները մարդիկ առնում են ու սկսում են պատոլոկը պլոնկեն, որովհետև շոկացնում է, ու դեպքերի ինչ որ մեծ հատվածում, ոչ միշտ, բայց բավական շատ եմ լսում տենց դեպքեր։ Իսկ մեր էժանոց բյուջետային 23500-նոց մեքենայի մոտ մանարավային տանիքը բացվում է, իսկ Տեսլայի մոտ չի բացվում, Ձիպալի մոտ չի բացվում։ Մի խոսքով այս գնի մեջ տոպերից տոպն է, սառնարան, բացվող պանորամային տանիք, պրոյեկցիա։ Ժողովրդան, ուրեմն բավական մեծ upgrade է ապրել վարորդի դիսպլեյը, բացի այն, որ չափերը մեծացվել է, հնարավորինս ինֆորմատիվ է դարել, ստեղ արդեն հենց այդ մեր դիսպլեյի վրա մենք կարողանում ենք real time ռեժիմում տեսնել մեքենաները, մեզ շրջապատող մեքենաները, թե կանգնած, խնդրեմ։ Այն իմ հետևի երկու մեքենան նույնպես տեսնում է, խնդրեմ, թե կանգնած թե երթևեկության ժամանակ մեքենաները նույնպես արտացոլվում են մեր դիսպլեյի վրա, ինչը իսպար բացակայում է առաջի սերնդի մոտ։ Ու քիչ մնում մոռանայի Ժողովրդան, լավ է, չմոռացա։ Ուրեմն
մի հատ մեծ մինուս նորից ու նորից կրկին ու կրկին այս էկրանն է, որ առաջի սերնդի մոտ, ինչպես դու գիտեք, BYD-ն դա պատենտավորել է, ռեկլամ էր անում աշխարհով մեկ իրանց ֆիչաներ պատտվում էր, հա, խնդրեմ, առաջի սերնդի մոտ պատտվում է։ Իսկ այս Rest-Tile-ի մոտ, Ժողովուրդ ջան, Հարգարժան Վան ջան, չի պատտվում, ինչքանով եք դուք տեղյակ, որ այս կարևորագույն ֆունկցիան իր էկրանը կորցրել է Rest-Tile-ում։ Չգիտեմ, խեք տնտեսական խեք հանել, ում էր խանգարում իր պատտվելը Մարդավարի, ասենք, կնոպկան ստեղծում էր, պատտվում էր կամստե։ Հիմա այդ կնոպկայից չկա ու ես վստահ եմ, որ ինքը չի պատտվում։ Եթե ոչ մի տեղ այդ կնոպկայից չկա այդ պատտվելու, ես վստահ եմ, որ այս էկրանը չի ֆռում։ Ինչպես նաև ես կարծիք գիտեի, որ Sila-ին 05-ի մոտը չի ֆռում, պարզվում է դա այդպես է, ու հիմա այս UN+ Rest-Tile-ը կրկին ու կրկին դա այդպես է, էկրանը չի ֆռում։ Ուստեղ հարց, երևի Wolfgang Egger-ին, դիզայներին, Հարգարժան Վան Ֆուանչուին էլ, ինչու այս էկրանը պատտվելու այդ գժական բոմբ ֆիչան, ձեր ֆիչան, որը դուք պատենտավորել եք, ստեղ հանել եք։ Ում էր դա խանգարում։ Ջան, ուրեմն կամերաների որակը համեմատած առաջի սերնդի հետ կարող եմ ասել, որ մի քիչ ավելի լավացրել են։ Սենց հնարավորություն կա ավելի մոտիկից մեքենան տեսնելու, բորձորները ավելի հնարավորություն ձետարին տեսնելու, էսի շատ լավ բան է, առաջի սերունդը սենց բան չունի։ Սենց բան առաջի սերունդը չունի, որ դուք մեքենայի դիմացի կամերաներն է, ասի մեջտեղինն է, այսը հետևինն է, տեսնեք, բայց դա մի հատ մինուս եմ ես գտել, Հարգարժան Վան, ինչու ես Rest-Tile-ում 3D ռեժիմը, որ առաջի սերունդը ուներ, խնդրեմ, որ 3D ռեժիմում մենք ղեկավարենք մեքենան, որ կողմից ուզում ենք, ոնց ուզում ենք, Էդի չկա, Ժողովուրդ ջան, ես չգտա, այսինքն եթե այս էլեմենտար այս կնոպկաներն եթե չկա, ուրեմն չկա, նշի որ ես եմ գտել, այդ դե ռեժիմը այս մեքենան չունի։ Այսինքն դուք մենակ կարաք տեսնեք չորով դիմաց հետև կողքեր, բայց կամ թափանցիկությունը կամ իրան ամոտիկից, բայց 3D ռեժիմ, որ դուք պատտեք որ անկյունից ուզում եք նայեք ձեր մեքենան կողից դիմացից վերևից թե հետևից, ոնց որ առաջի սերունդը ուներ, այս մեքենան Հարգարժան Վան Ֆուանչու ջան չունի, հարց ինչու։ Հերիք չի էկրանը չի պատտվում, մի հատ էլ 3D ռեժիմ կամերակը չունեն, ասենք խի ասենց, մի հատ խնդրում եմ կոմենտներում գրես Հարգարժան Վան։ Ժողովուրդ ջան, ուրեմն այս մեքենան ես բավական երկար վարեցի, ժամից ավել ու կարամ վստահությամբ ասեմ, որ նույն մեքենան է վարման տեսանկյունից, կառավարելություն, փափկություն, ձայնամեկուսացում, լրիվ նույնն է, ինչ որ առաջի սերունդը, ստե ոչ մի վատ, դեպի վատ կամ դեպի լավ փոփոխություն չկա, ստանդարտ լավ վիճակն է, ես միշտ գոհ եմ եղել իր փափկությունից, իր ձայնամեկուսացումից, կառավարելությունից ու մանևրելությունից, տոպերից տոպն է այս գնի համար, ամենափափուկն է ինքը այս BYD-ի մոտ, թե Sila-ից, թե Song Plus-ից, թե UN Up-ից, մի խոսքով ինքը ամենափափուկ մեքենան է կախոցի առումով ու շատ է դրա համար եմ հենց UN Plus ընտրել ու ես ձեզ եմ խորհուրդ տալիս ընտրել UN Plus իր փափկությունը մի ուրիշ տիպի լավն է ու իր ձայնամեկուսացումը մի ուրիշ տիպի լավն է համեմատած Song Plus կամ UN Up մեքենաների հետ մի խոսքով տոպերից տոպն է դիմելով միայն ինձ դուք այս շքեղ գժական բոմբ մեքենան կարող եք ունենալ գրեթե ինքնարժեքով ընդհանրապես $23500 25 թվի արտադրության full excellent կոմպլեկտացիան, որը որ շատ շուտ ժամկետներում պլյուս մինուս մի ամսվա շուրջ, եթե ոչ ավելի շուտ կհասնի Երևան, քանզի այս վերջի Toyota-ն հասավ նու հավելավճարով, բայց հասավ 20 օրում, առանց հավելավճարի 30-35 օրում հնարավոր է որ հասնի Մի խոսքով խնդրում եմ դիմեք Viber, WhatsApp, ես կպատասխանեմ ձեր ցանկացած հարցի կոնսուլտացիաներ, ինչքան ուզեք, որտեղ ուզեք, երբ ուզեք, խնդրեմ ակտիվ լինել, բարենորդագրվել, դուք ինձ միակ մոտիվացնող ուժն եք ու այս հոլովակները ես ոչ մի հովանավորող չունեմ, ոչ մի գումար չեմ աշխատում, միայն իմ գումարը ձեր գնաց մեքենան է ու իմ համեստ միջնորդավճարը ընդհանրապես այդ 700-ն է, որը որ կարելի ասել, ամենամինիմալն է, որը որ կարա լինի։ Մի խոսքով ակտիվ եղեք ու այս մեքենայի որպես վերջաբան միանշանակորեն այս մեքենան տոպերից տոպն է մրցակից չունի անխնա սատկացնում է բոլորին էս 23500 գնային սեգմենտում
այսօրվա օրով Geely-ը նույնպես Geely-ը անցան BYD-ին Geely-ին ես հաստատում եմ որ անցան 100% անցած վիճակ է որտեվ այդ նույն 23500 Exploration Plus կոմպլեկտացիան Geely-ի Galaxy E5-ի full-ից միացած էր այս մեքենային զիջումա հաստատ համարյա թե ամեն ինչով բացի բեսկուչովի դոստուպից ու բացի փափկությունից հա փափկությունն է որ այլ ավելի փափուկ է քան Yuan Plus-ը ու բեսկուչովի դոստուպը դա իդեալական է արած էդի ուղակի տոպերի ստոպնա BYD-ին դրա կեսնա չունի այդ հարցում այս մեքենայի կոնկրետ մինուսները որ հիմա ես ուզում եմ թվարկեմ դե առանց մինուս մեքենա չի լինում ուրեմն իրանք ոնց դուք տեսաք ահագին բան շտկել են լավացրել են կատարելագործել են դարձրել են մի հատ մեքենա էդի անխոս հիմիկվա մինուսները կարելի ասել շատ չնչին են ու դրանց վրա ընդհանրապես կարող ուշադրություն չդարձնել ուղղակի դե պետք է իմանաք այս էկրանը չի ֆռում ժողովուրդ ջան այս ռեսթայլի մոտ ինչը մինուս եմ գնահատում մյուս մեծ մինուսը որ ես գնահատում եմ auto hold-ը չկա ասենք հարգարժան Wolfgang Egerjan, Van Fuanchujan, ասենք խի չկա auto hold այս մեքենայի մոտ բավական օգտագործվող կարևորագույն ֆունկցիա է կամ եթե կա ես չեմ գտնում բայց եթե դուք արել եք նենց որ կա ու դու չես գտնում դա հավասարած վրա որ չկային իսկ այս ACC-ին այս ռուլի վրայի էս ղեկի վրայի էս auto hold փոխարինողը դուք պետք է ամեն անգամ սխմեք որ ավտոն կանգնի ինչը auto hold չի ACC-ը հա նույն ֆունկցիան անում բայց ամեն անգամ պետք է սխմել ինչը ներվայնացնում է մի խոսքով մի հատ մեծ հարցականներ հարգարժան BYD-ցիք խի եք auto hold-ը հանել խի էկրանը չի ֆռում եթե ֆռում էր խի auto hold չկա եթե առաջում կար հետո մյուս մինուսը դե տարածված արդեն ջերմամեկուսացումը ջերամեկուսացումը որ արված չի կրկին ու կրկին արդեն 25 թիվն է բայց մեկը այնտեղ ջուր է հավաքվում ու ճպում ու մայիսին պետք է կանչենք որ հարցերը լուծի նորից մինուսը ու ոնց որ թե ինչ որ էլի էի բան նկատել որ ուզում էի ձեզ ասեի էլի մինուս բայց ոնց որ թե այսքանով այս ավտոյի մինուսները եզրափակվում են մի խոսքով իրոք իր գնի համար բոմբ տարբերակ է Viber, WhatsApp, պատվիրեք։ Եթե այս պահին ընտրում եք կամ ճաշում եք, ապա ծունի յոկախա ուիքո։ Կհանդիպենք։